ծիրան ենք վաճառում, բայց շատ քիչ է այս տարի ծիրանը։ 20 հատ մեծ ծառից հավաքել ենք 300 կիլոգրամ ծիրան։ Դե բնականաբար, որ քիչ է, մի քիչ արժեքը հարմար է։ Կարողանում ենք վաճառել 400, 500, նայած ծիրանի որակի, հա, առավոտվանից եկել ենք, մի 800 կղ բերել էինք, հիմա այսքանն է մնացել։ Դե արևի տակ մի քիչ արդեն ինքը ոնց որ որակը գցում է, բայց ընդհանուր այս տարի գինը շատ հարմար է եղել, շատ։ Ասենք ուղղակի չկար, չգիտեմ, չկար դրա հետ էր կապված, թե որ բացեցին Եվրոպայի ճանապարհը, դրա հետ էր կապված։ Այսինքն Եվրոպա դուք եք Եվրոպա հանում։ Դե ես չէ, բայց ես ասենք որ ծիրան ունենայի, հաստատ կտայի մարդիկ արտահանում են, հա, տանս էին 600 դրամով, ֆուրերը կանգնած, շատ հարմար գներով տանում էին, անգամ որագին էլ այդպես չէին նայում, որ ասեմ ես իմի ձևի, անցած տարի տվել ենք 200-250 դրամ, այն ամենանտիրն էին տանում, բայց այս տարի չեն նեղացրել գյուղացուն։ Ծանոթներ ունեք, որ Եվրոպա տարել են։ Չէ, այդպես որ ասեմ այդ ձևի ծանոթներ չունենք, բայց ասենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ ասենք արտահանում կա։ Այդ ֆուրերը որ գալիս են, եթե Ռուսաստան դուրս չի գալիս, բնականաբար այդտեղ տանում են, չէ։ Նրանք ասում են, որ եթե տուրիստը գա այստեղ հայկական ծիրան ուտի, դա էլ է արտահանում նշանակում։ Հա, դե տուրիստի ուտելը այդպես արտահանում չեն կարող ասենք։ Հա, ուտում, ասենք տուրիստը ինչքան պետք է ուտի։ Ամեն տուրիստը թող ուտի մի կիլո, ոսկի ասենք մի քանի օրվա կտրվածքով։ Չէ, դե արտահանում չեմ կարող ասեմ, բայց որ ծախվում է, թե շուկայում, թե ասենք խնդիր չի եղել ծիրանի հետ կապված այս տարի, շատ լավ վաճառվել է։ Մարդիկ ով ուներ ծախեց, ով չուներ, դե բնական աղետ էր, ասենք որը ցուրտը խփեց, որը փոշոտում չեղավ անձրևների պատճառով։ Բայց ասենք նորմալ է։ Ես ներկա պահին մենակ ծիրան ունեմ, բայց մարդիկ կան գիլազ են վաճառում, ասենք ջերմոցային պոմիդորներ, բան։ Իմը հենց մենակ ասենք դուք եք մշակում, ձեր այգուն է։ Մենք մշակում ենք մեր այգու ու կարամ ասեմ, որ այս ծիրանը հենց հիմա օրգանիկ ծիրան է։ Հավատացեք, ոչ մի գրամ բուժանյութ, որ քիչ էր ծառներին դրած։ Մենք ոչ մի տիպի բուժում չենք արել, հենց ինքը տիպիկ օրգանիկ ծիրան է, այն որ ոչ մի բուժանյութ ինքը չկա ու այս որակն ենք ստացել, դաժե ես զարմացել եմ, որ ասենք որակի խնդիր չունի, ես ասենք հələ մի քանի ժամվա հավաքած է։ Շատ ընտիր ծիրան էր, դեպ քիչ էր, ոնց որ չուզենայինք էլի վրան փող ծախսենք բուժում էսու է, բայց ինքը որակ էր, լավն է։ Անցած տարի մենք վաճառել ենք ընտիր ծիրան 250 դրամով։ Անգամ ունեմ հեռախոսից մեջ նկարել յուրահատուկ ծիրան է, բայց այս տարի խոսքի այս ծիրանը ես վաճառում եմ 500, որ էսի ասենք սրա միջից 10 հատ չեն հանի անցած տարի։ Այս տարի շատ լավ է, ինձ թվաց ոնց որ թե ասենք քչության հետ էր կապված, ընդհանուր Հայաստանում ծիրանը շատ քիչ էր։ Աստված եկող տարի ավելի լավ լինի, Եվրոպա դուրս գա, ժողովուրդը թող մի քիչ ծախեն էլի մեղք է։ Դեռ Ռուսաստանը դե արդեն ոնց որ մեր խելքի բանը չի, միգուցե պետք չի Ռուսաստանի հետ կարող ավելի այն կողմ ավելի լավ շուկաներ լինի, ժողովրդին ավելի հարմար լինի։ Ասենք Ռուսաստան չէ որ 200-ով էի ծախի։ Ռուսաստան էին տանում։ Կարծում եք Եվրոպան միշտ ընդունելու է հայկական։ Կընդունի, իմ մտածելով որ կընդունի, որովհետև մեր հայկական միրգը այնքան լավն է, որ իմ քրոջ տղեն անցած տարի տարել էր Ղազախստան, որ այնտեղ ծիրան չգիտեին ինչ բանը։ Այս տարի զանգում խնդրում են ինչ կլինի բերեք ձեր հայկական ծիրանի համը լրիվ ուրիշ է։ Ինձ թվում է որ մի տարի դուրս կա մի քանի երկրներ, համը տենալու պետք է որ արդեն ըլմի էլի արտահանումը։ Ես ինքս տենց եմ մտածում։ Չգիտեմ։ Ես լավատես եմ։